Վերադարձանք։ Դու քաղցած ես։ Ես շատ քաղցած եմ, մասնավորապես այն տեսանյութը երբ դիտեցինք Անուշի մասնակցությամբ։ Որ սոված քաղցած ես, այո։ Տես դու հիշում ես, եւ մեր հեռուստադիտողներն էլ թերևս գիտեն, որ իմ ամենասիրելի պահն է, երբ մենք տեղափոխվում ենք խոհանոց, առավոտ լուսոյի տաղավարում ու հիմա ժամանակը չկորցնենք սիրելի հեռուստադիտողներ, խոսքը փոխանցենք Անուշին, որ ինչպես տեսակ քիչ առաջ դաթարից անգամ առաջ չէ, Ռուբեն արդեն անցել էր ակտիվ աշխատանքի։ Ինչ որ բան մնաց, որ պետք է արդեն անենք։ Այո, դեռ կա։ Ես սպանախ էի կտրտում, որովհետեւ շատ սպանախ ունենք այստեղ եւ հիմա պետք է կտրտենք ու տապակենք սպանախը։ Ահա։ Թարմ վիճակում ուղակի բուսայուղով։ Իսկ ուզես արդեն նշենք թե մեզ ինչ է հարկավոր։ Այո։ Դե ինչպես տեսնում եք, այստեղ լոլիկներ ունենք, մենք պետք է լցոնենք լոլիկները։ Բայց սպանախով խճողակ ենք պատրաստում, ընկույզով, պանրով եւ վերջ։ Շատ համեղ կա։ Եվ շատ լոլիկները մաքրելու ենք։ Այո։ Ու մեջը լցնենք։ Այո, այո։ Ինչ։ Սպանախով տապակված։ Միջուկ հատուկ։ Սպանախը պետք է տապակենք։ Այո, բավական։ Այսօր ինչ որ լավ չեմ լսում։ Դու քաղցած ես կարծում։ Ինձ թվում է, այո, ես շուտով արդեն լավ չեմ տեսնի։ Սիրում եք սպանախ։ Անպայման։ Ես շատ եմ սիրում, գիտես, հատկապես երբ վերջին շրջանում նաև շատ են աղցաններ պատրաստում, հենց հում վիճակում առանց որևէ բան անելու, սպանախ այդպես էլ օգտագործում են շատ։ Ես 1000-ի փոխարեն հենց ուղղակի սպանախ եմ։ Շատ առողջարար եւ շատ յուրահատուկ համ ունի ու Անուշ, վստահ եմ իհարկե գիտես, երևի մեր հեռուստադիտողներն էլ գիտեն, որ վերջերս Ռուբեն, չգիտեմ ինչու եմ քեզ ասում, մտածում եմ գուցե դու չգիտես։ Ես չգիտեմ։ Դու երևի չգիտես։ Վերջերս նաև տորթեր են պատրաստում սպանախով։ Անկեղծ։ Քաղցավենիք, որ չգիտեի։ սպանախով եւ կրեմը կարող է լինել կամ խմորը, չէ, Անուշ անգամ հաճախ այսպես սպանախով, ես չգիտեմ իհարկե բաղադրատոմսը սիրելի հեռուստադիտողներ, բայց գիտես որ պատրաստում են։ Սպանախով կա այդ յուրահատուկ սպանախի համը, որը միախառնվում է խմորը, լինում շատ համեղ։ Դավիթ, սա ակնարկ է Անուշին։ Գուցե, որովհետեւ մենք սովորաբար միշտ պատրաստում ենք իհարկե համեղ, առողջարար բաղադրատոմսեր մեր տաղավարում, բայց ինչու չենք կարող Անուշ մի օր տորտ պատրաստել սպանախով, դա էլ կլինի այսպես առողջարար։ Երկար ժամանակ է պետք, բայց եթե պատրաստ խմորը լինի, կարող ենք։ Գուցե կարող ենք։ Այո, պատրաստման ընթացքը ցույց կտա։ Իմ կարծիքով քեզ համար անհնարին բան չկա։ Ես վստահ եմ, որ նա արդեն 1 օր կամ 2 օր առաջ կսկսի պատրաստվել, խմորը արդեն նախապես պատրաստ կհայտնվի մեր տաղավարում եւ վուալյա, պատրաստ կլինի ամեն ինչ։ Այո, այդ պայմանավորվեցինք, շատ լավ։ Ասեմ, որ այստեղ մի փոքր հիմա բուսայուղին համ կտա սխտորը, մի փոքր, եւ մենք կհանենք ընթացքում։ Եվ պետք է ավելացնենք սպանախը։ Մի փոքր համ կտա, ոչ թե մի փոքր սխտորը, այլ մեծ սխտորը մի փոքր համ կտա։ Սխտորը յուղին համ կտա։ Սխտորն է շատ կարևոր ու շատ օգտակար, այսպես բաղադրիչ է ամեն ինչում։ Վստահ եմ բոլոր խոհարարները կպաշտեն։ Ընդհանրապես, ովքեր որ խուսափում են, գոնե այս տարբերակով կարող են օգտագործել։ Իդեպ սպանախը, որ ասում ես թարմ վիճակում շատ օգտակար է եւ շատ են օգտագործում, ինձ ամենայն դեպս առաջին անգամ Անուշն է սովորեցրել։ Հենց տաղավարում, այո, չեմ հիշում, անկեղծ չեմ հիշի այս բան, ինչ էիր դու պատրաստել սպանախով։ Այո, շատ ենք պատրաստել։ Ու ինչին որպես փոխարինող դու սպանախը օգտագործեցիր, դա էլ չեմ հիշի, որտեղ հիշում եմ դա մի տարբերակ ուներ, ոնց որ հենց օրիգինալ իր տարբերակը, բայց դու փոխարինել ես սպանախով ու պատմում էր այդ պատմությունն էլ ու վերջում երբ որ փորձեցինք ֆանտաստիկ էր, շատ համեղ էր։ Հիմա չեմ հիշի, բայց սպանախը շատ օգտակար է, ավելի օգտակար է նույնիսկ քան 1000-ի տերևը, դրա համար ես անկեղծ ասած մի քիչ հաճախ եմ օգտագործում։ Երևի 1000-ի տերևներին է։ Երևի։ Իրականում մի այդպիսի աղցանի բաղադրատոմս կա։ Երբեմն աղցանի մեջ հենց այդպես երկուսն էլ ավելացնում եմ, եւ մի փոքր, այո, 1000-ի տերև եւ սպանախ։ Մի աղցան կա, ես միշտ այդպես պատրաստում եմ տանը, գուցե մեր այստեղ էլ պատրաստեմ, Ռուբեն, երբ միասին լինենք, Անուշինց վստահ եմ կօգնի, բայց շատ պարզ աղցան է, այսպես սպանախի հենց տերևներն են կտրատված, ինչպես դու հենց նոր արեցիր, առանց որևէ մշակման, եւ դրան ավելացնում ենք եփված բազուկ, որը քերված տարբերակով է, ֆետա պանիր, բալզամիկ սոուս պարտադիր, տանձ, համեղ կլինի։ Եվ ցանկության դեպքում նաև կարող ենք ավոկադո կամ հավի կծկամիս ավելացնել։ Ֆանտաստիկ համեղ է։ Ինձ արդեն գրավել է, որ Դավիթը պետք է խոհանոցին շումի բան պատրաստի, բայց ես խնդրում եմ, այդ օրը այնպես լինի, գրաֆիկը կկազմենք իհարկե, որ միասին լինենք այդ օրը։ Որ միասին լինենք ու անպայման խնդրում եմ միասին դա պատրաստենք։ Գուցե ես էլ քո օրինակից ոգևորված, ոգեշնչված գնամ տունը ու սկսեմ ես էլ պատրաստել։ Ես քեզ վստահեցնում, շատ բարձ աղցան է։ Շատ տպավորիչ, այսպես գեղեցիկ տեսք ունի, բայց իրականում շատ արագ է պատրաստում ու շատ համեղ է, որովհետև համերը այսպես ես կատեմ, որ տանձը սպանախ այդ ամենը։ Դու աղի
կամ քաղցր այսպես համադրություններ սիրում ես ուտեստների մեջ, դա կլինի աղցան թե տաք կամ սառ ինչ-որ մի ուտեստ, համայն այդ գամանք է շատ է դուր գալի։ Գթալով մաքրեցինք։ Գթալով, այո, մաքրում ենք։ Ես այդ եմ ուզում ասել, դու շատ արհեստավարժ, արագ այս ընթացքում արդեն սկսեցիր մաքրել լոլիկը։ Իրականում հեշտ է, այսպիսի լոլիկներ կունենանք, հիմա հերթով բոլորը կտրում ենք։ Կարծես շատ ժամանակ էլ պետք է պատրաստելու համար։ Այո, եւ մատուցումն է շատ գեղեցիկ։ Ընդհանրապես կարելի է այս խճողակը պարզապես ուղակի պատրաստել եւ որևէ հանդկաձավարի կամ բրնձի հետ ուղակի համտեսել, բայց այս ձևով մատուցումը շատ գեղեցիկ է ստացվում։ Իսկ լոլիկի միջուկը ինչ ես անելու։ Դա մեկ ուրիշ ուտեստ կարելի է պատրաստել կամ ուղղակի կարելի է ձվածեղ պատրաստել։ Լոլիկով ձվածեղ, այո, դա է մատուցել ուզում միասին։ Իսկ դու սիրում ես լոլիկով ձվածեղ։ Շատ։ Իդեպ իրեն յուրաքանչյուր հարգող հայ սիրում է պարտավոր է, չէ։ Անպայման, ու ես վստահ եմ, որ շատերս ենք նույն խնդրով տառապում, որ ինչ-որ մեծ առիթների դա կլինի հարսանեկան միջոցառումներ կամ, չգիտեմ, ծնունդներ, կնունքներ, վերջում կարճ ասած, երբ որ վերադառնում ենք տուն, որ այդ ռեստորանում ամեն ինչ կար սեղանը, բայց վերջում պետք է անպայման լոլիկով ձվածեղ ուտել տանը։ Շատ ճիշտ ես։ Հատկապես երբ մի փոքր այսպես ավելի հյութեղ է լինում, որ հացնել մեջ է այսպես հաթախես, վայ։ Կարծում ակնհայտ է, որ երկուսս էլ չենք նախաճաշել։ Շատ ակնհայտ։ Չնայած հանուն արտացում ես նախաճաշել եմ առավոտյան։ Ժամը 7-ին նախաճաշել եմ, բայց արդեն մոռացել եմ այդ նախաճաշել։ Չեմ հասցրել անկեղծ ասած։ Արդեն վերջ։ Հիմա կնախաճաշես։ Այո։ Ու շատ համեղ։ Այո, իրականում շատ համեղ է ստացվելու։ Չէ, այդ սպանախի տարբերակը շատ համեղ։ Այո, այդ աղցանը, սպանախը, տանձը, բալզամիկը, ֆետան, այո։ Լավ։ Որովհետև ինչ դու ասեցիր, ես շատ էի սիրում, բայց միասին գայթակղվեցի։ Միասին իհարկե ոչ չեմ փորձել, առանձին շատ եմ սիրում, վստահ եմ, որ միասին նույնպես շատ հետաքրքիր համ կունենա։ Շատ արագ տապակվեց կարծես։ Սպանախը ընդամենը 1-2 րոպե է տևում։ Հիմա ասեմ, որ լոլիկները, երբ որ այսպես կտրում եք, եթե դուք այդ պահին որևէ ուտեստ չեք պատրաստում, ես ինչ եմ անում։ Արագ դնում եմ պոլիէթիլենային տոպրակների մեջ, փոքրիկ, եւ տեղավորում եմ սառցախցիկում։ Հետո երբ ձմռանը մեզ պետք է լինում կամ արագ ինչ-որ պատրաստելու համար լոլիկ է անհրաժեշտ լինում, կտրտած, անմիջապես հանում եմ եւ կտրտած տեղավորում եմ արդեն թավայի վրա։ Դա շատ է օգնում անկեղծ ասած։ Ես հիշում եմ, որ այդ շրջանը, երբ որ սկսվեց սառցախցիկում բանջարեղեններ, տարբեր տեսակի կարճացած մթերքներ պահելը, ավագ սերունդը մի տեսակ դրան շատ խորթ էր նայում։ Չէին ընդունում մասնավորապես մայրս, էլի, այս պայծրությամբ տենց նրանով էլ օրինակը շարունակեմ։ Իսկ հիմա ասելով որ թարմ չէ, ճիշտ չէ, ինչ իմաստ է, ամեն ինչ իր սեզոնին պետք է ուտենք, ոնց սառցախցիկում դնել։ Ինչ ենք ավելացնում, Անուշ։ Մի փոքր աղ պետք է ավելացնենք։ Եվ սև պղպեղ։ Բայց հետո արդեն համակերպվել է այդ մտքի հետ։ Հիմա ամեն ինչն է սառցախցիկում պահում, որտեղ նրա ավագ սերունդն էլ հասկացավ, որ երբեմն նոր սերունդից ինչ-որ լավ բաներ կարելի է սովորել։ Հիմա արդեն առանձին սառցախցիկ են մարդիկ գնում, որպեսզի տեղավորեն այդ ամենը։ Ես ընկեր ունեմ, որը 2 հատ արդեն առանձին սառցախցիկ է գնել։ Մեկը տանը պահելու համար, մեկը դրսի ամառային, այսպես խոհանոցի համար։ Հիմա արդեն առանց դրա չեն պատկերացնում, այո։ Եվ վերջին լոլիկն ենք կտրում։ Շատ պարզ բաղադրատոմս է կարծես թե, եւ շատ արագ։ Այսինքն միջուկը արդեն պատրաստ է, հիմա ընդամենը մնում է լցոնել այդ ամենը եւ վերջ։ Եվ շատ շքեղ նախուտեստ է լինում, այնպես որ անպայման կարելի է օգտագործել եւ հյուրերին զարմացնել։ Ահա։ Ինձ հետաքրքիր է։ Մենք մի փոքր սոխել պետք է ավելացնենք։ Կտրտելու ենք ընկույզը։ Պետք է կտրտենք, այո։ Սոխ կանաչ սոխ ոնց որ։ Ինչ եք կարծում, ավելացնեմ թե չէ, կուզեք թե ոչ։ Ընդհանրապես բաղադրատոմսի մեջ սոխը լինում է, բայց կարող ենք ավելացնել, կարող ենք։ Ես կարծում ճիշտ կլինի ավելացնես, որպեսզի մենք իրական համտեսելուց իրական համը զգանք ամեն դեպքում։ Դե ուրեմն մի քիչ կավելացնեմ։ Հետո երբ որ բոլորս փորձենք դա, սոխի հոտը ոչ մեկ չի զգա։ Մենք կստիպենք, որ բոլորը տաղավարում փորձեն։ Շատ քիչ կավելացնենք։
Եվ վերջ։ Հիմա ինչ ենք անում։ Այստեղ լոլիկների մեջ մի փոքր աղ պետք է անենք։ Եվ սև պղպեղ։ Յուրաքանչյուր լոլիկի մեջ։ Հասել եմ ես։ Շատ հաճելի բույն։ Եվ մի փոքր գթալով այսպես տարածենք, որպեսզի լոլիկն էլ համեղ լինի։ Միայն աղ եւ պղպեղ, չէ՞, ձիթապտղից հետ չավելացրեք։ Չնայած ես օրինակ ընդհանրապես լոլիկն ու վարունգը կարող եմ առանց որևէ աղի, պղպեղի համտեսել, բայց կարծում եմ Բայց այտենց ամենահամեղն է, որ համեղ լիարժեք կարողանաս գալ։ Եթե համեղ լոլիկ է։ Դե Չէ, որովհետև երբեմն լինում է այս տարօրինակ սեզոնային գալիս է տարօրինակ սեզոնային լոլիկները գալիս են։ Արդեն գալիս են ճանապարհին, լոլիկները պետք է սարսափացիկ դնել։ Այո։ Ահա, հիմա սերուցքային պանիրը ավելացնում ենք։ Կտրտում ենք ընկույզ։ Ընկույզը սպանախի հետ ընդհանրապես շատ համեղ է։ Եվ տարբեր պանիրների։ Բոված պիտի լինի, անուշ թե պարզապես։ Բոված չէ, բայց կարելի է, այո։ Երբեմն ովում եմ հենց սպանախի հետ օգտագործելու ժամանակ նույնպես։ Որովհետև համը ավելի յուրահատուկ է, չէ՞, այսպես։ Այո։ Հետո այդ խաթան։ Կտրտում եմ, ոչ շատ մանր նույնիսկ, ես միշտ այսպես խառն եմ կտրում։ Մենք կարող ենք այստեղ օգտագործել տարբեր տեսակների պանիր, իդեպ հալվող պանիր կարող ենք, հենց սպանախի հետ կարող ենք հալվող պանիր ավելացնել։ Իդեպ դա լցոնում եմ պղպեղի մեջ, այդպիսի մի բաղադրատոմս ունեմ, 3 պանիրներով սպանախը լցոնած պղպեղի մեջ։ Կարելի է մի օր այստեղ պատրաստել։ Այո, ինչ պանիրներ ես օգտագործում։ Ֆետա, պարմեզան և հալվող պանիր։ Մեր ընկույզը և այս ամենը հիմա պետք է խառնենք, սպանախը ավելացնենք ու լցոնենք։ Իսկ ընկույզի չափը քանակը ըստ ցանկության։ Այո, ընդհանրապես որքան շատ ընկույզը չի խանգարում ընդհանրապես մի փոքր շատ կարող է լինել։ Հիմա կխառնենք։ Մեկ էլ ինչ ափսոս է, չէ, որ այսպես մի քանի կապ սպանախը վերցնում ես, շատ բերում ես, որ տապակես, այսքան բան է դա։ Այո։ Ինչպես հիմա կարծես թե, չէ։ Միջև է Սա 2 կապ սպանախ է, բայց տեսեք ինչքան փոքրացավ եւ քիչ մնաց։ Արդար չի, էլի։ Ինչ-որ անարդարություն կա դրան։ Այո, ճիշտ ես։ Բայց մի փոքրիկ սպանախի մեջ որքան կալիում, որքան հատկապես կալիումը դա սրտին շատ լավ է, դրա համար սպանախը շատ օգտակար է, պետք է հաճախ ուտել։ Դրա համար սկսել են ավելի, քանի որ հիմա ավելի շատ են գնահատում օգտակար սնունդը, մարդիկ էլ սկսել են ավելի թարմ վիճակում օգտագործել եւ գնահատում են այդ ամենը։ Եվ այսպես լցոնում ենք, տեսեք ինչ գեղեցիկ է։ Համն էլ աննկարագրելի։ Հիմա մենք որ փորձենք չենք կարողանալու նկարագրենք։ Ինձ թվում է իրոք չենք կարողանալու, որովհետև շատ համեղ է լինելու։ Ես պարզապես սպասում եմ, գիտես։ Անգամ չեմ էլ ուզում շեղել Անուշին հարցեր տալով, ուզում եմ շատ արագ նա պատրաստի ավարտի, որ մենք տեղափոխվենք արդեն խոհանոց։ Եվ հիմա ընթացքում մտածում եմ, իսկ ինչ կլինի, եթե այս վիճակում մենք այս ամենը տեղադրենք ջեռոցում։ Ջեռոցում մի փոքր կարող ենք 2-3 րոպեով տեղավորել, բայց կփափկի լոլիկը, անկեղծ ասած ինձ այսպես ավելի շատ է դուր գալիս։ Բայց ինձ դուր է գալիս, Դավիթի մոտ նկատում եմ խոհարարական ինչ-որ ջիղ։ Այո, շատ։ Մտքի թրիչք խոհարարական։ Խոհարարական մտքի թրիչք։ Ձիրք չկա, բայց մտքի թրիչք կա։ Քանի որ նա շատ է սիրում համեղ ուտել, հետևաբար նաև միշտ ստեղծագործում։ Երևակայությունը աշխատում է։ Ինչպես ասում են խոհարարները, իր քիմքը շատ հետաքրքիր համ ունի այդպես։ Եվ շատ ճաշակով համադրում է։ Դե բավ է։ Տեսնում ես։ Դե արդեն ես ստիպված եմ հաջորդ անգամ որևէ բան պատրաստել եւ շատ հետաքրքիր կլինի, եթե շատ վատ ստացվի վերջում։ Չէ, եթե վատ է ստացվի, մենք ասենք շատ լավ է։ Չէ, վստահ եմ, որ շատ լավ կստացվի։ Դու հաճախ ես որովհետեւ պատրաստում խոհանոցում։ Դե ոչ տենց ամեն օր, բայց
Ես քեզ անկեղծ ասեմ, Ռուբեն, արդյունքը լավ է ստացվում, մատուցումը եւս գեղեցիկ է, բայց խոհանոցը չեմ թողնի որևէ մեկը մտնի, որովհետեւ պարզապես Անհնար կլինի մտնել։ անհնար կլինի մտնել խոհանոց։ Բայց դա ոչինչ։ Ասես ատոմային ռումբ, այսպես որևէ մեկը նետած լինի այդ խոհանոցի վրա եւ Մեղն ընկած ժամանակ դիմում ենք կանանց օգնությանը, մայրիկների օգնությանը։ դե ես ցավոք պիտի Վերջ։ Մենք վերջացրեցինք։ Տեսեք ինչ գեղեցիկ ստացվեց։ Վստահ եմ մեր հեռուստադիտողները այսօր կպատրաստեն։ Խնդրենք մեր ռեժիսորին նա այսպես Վերևից մեր ծաղիկը ցույց տա, որպես ահա։ Իսկապես շատ գեղեցիկ է, վստահ ենք նաև որ շատ համեղ է, շնորհակալ ենք Անուշ։ Անուշ լինի։ Շատ շնորհակալություն։ Իրականում եթե մենք մեր ծրագրում պլանավորում ենք, օրինակ եմ ասում սա, հա, 15 րոպե խոհանոցային հատվածի համար, Անուշը միշտ մի 3-4 րոպե շուտ է ավարտում։ Բայց քանի որ այսօր մենք այնքան քաղցած ենք, մեզ թվում էր այս 10 րոպեն շատ ավելի երկար րոպեն էր։ Բայց ինչպես մի շատ արագ էր, գունեղ, հա, արագ ասեմ, շատ շնորհակալություն Անուշ։ Անուշ լինի ձեզ, դուք էլ անպայման փորձեք պատրաստեք այսօր այս հրաշք ուտեստը։ Դուք վայելեք երաժշտություն, եթե նախաճաշում եք, ապա ձեզ էլ բարի ախորժակ, իսկ մենք գնացինք։ Հարի գնացինք։